Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության անդամ Արնոլդ Բլեյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել նշելով, որ Ռուսաստանը երբեք չի դավաճանել իր դաշնակիցներին, սա ինչպես կմեկնաբանեք։ Ծաղր, այլ կերպ հնարավոր չէ դա բացատրել։ Նա ոչ միայն Հայաստանին է դավաճանել, ընդ որում մի քանի անգամ, սկսած դեռ 2010-ական թվականներից, երբ սկսեց հարձակողական զենք վաճառել Ադրբեջանի, դա արդեն իր իսկ բնույթով դավաճանական քայլ էր, երբ քո ռազմավարական դաշնակցի հակառակորդին զենք ես վաճառում, հարձակողական տեսակի։ Նա այս պահին դավաճանում է Ուկրաինային, ուկրաինացիներին, որովհետև 90-ականներին իրենք ստորագրեցին Ուկրաինայի հետ համաձայնագիր, որով հանձն առան պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չմիջամտել իրենց ներքին գործերին, դրա փոխարեն գիտեք Ուկրաինան հրաժարվեց իր ատոմային հնարավորություններից եւ դա դավաճանություն է, դա այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Էլ դավաճանությունը պոզով կոչով է լինում։ Իսկ ամենաթարմ դավաճանությունը մենք ենք հիշում 21 թվականի մայիսին, 21 թվականի նոյեմբերին, 22 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության մասով դավաճանական քայլեր ենք մենք հիշում 20 թվականի քարոզիա պատերազմին, երբ մեզ թվում էր, թե չնայած Արցախի Հանրապետությունը չէր մտնում իր պայմանագրային պարտականությունների մեջ, այնուամենայնիվ մեզ միշտ ասում էին, որ որքան սերտ լինենք Ռուսաստանի հետ, այդքան ավելի մեծ անվտանգային հովանոց կունենանք Արցախի Հանրապետության շուրջ։ Եվ իհարկե 23 թվականի արդեն էթնիկ զտումը, երբ Վլադիմիր Պուտինի դիմանկարի ներքո մեր հայրենակիցները բռնի կերպով լքում էին Լեռնային Ղարաբաղը։ Ես նշեմ, որ Լավրովը խոսել է Սիրիայի համատեքստում, ասում է մեզ ասեցին, որ մենք դավաճանել ենք Սիրիային, մենք ոչ մեկի չենք դավաճանել, ես արդեն ասել եմ ձեզ, որ նրանք ստում են, կարող է եւ հարց է հնչեցնում, կարող են նրանք ինձ գոնե մեկ օրինակ բերել, թե ինչպես մեծ հզոր երկրի հետ հարաբերությունների համար մենք դավաճանել ենք մեկ այլ երկրի, մեր վաղեմի ընկերոջ կամ դաշնակցի։ Դուք թվարկեցիք Եվ ըստ էության թվարկեցիք ամենակիչ մասը Ռուսաստանի կողմից, սա ինչ է նշանակում, որ Հայաստանին դաշնակից չեն համարել իրենք։ Իրենք թարապես չեն ընդունում իրենց մեղքերը, որովհետև տեսեք ինչ են իրենք ասում, որ այն ինչ տեղ ունեցավ Արցախի հետ, մենք ենք մեղավոր։ Այսինքն իրենք ուզում են ապացուցեն մեզ բոլորիս, որ իրանք այնքան հավատարիմ են օրենքներին, որ այ եթե հանկարծ մենք Պրահայում չճանաչեինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենք միանշանակ գնալու են պատերազմական գործողություններ ադրբեջանցիների դեմ։ Դե կներեք էլի, ռուսներին սպանեցին, խաղապահների սպանություն տեղ ունեցավ, ճիշտ է, գործողություն եղավ իրենց կողմից, ոչ, իսկ օրինակ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսվեց այն ժամանակ ռուսերի կողմից արդեն շատ լուրջ, երբ ըստ իրենց պատրվակ հանդիսացավ այն հանգամանքը, որ ռուս խաղապահներ զոհվեցին վրացիների կողմից։ Եվ դա իրենք հասկացան, որ դա հարձակում է Ռուսաստանի վրա, մենք պետք է հարձակվենք եւ պաշտպանենք։ Իսկ այդ ոնց ենք հասկանում, որ այն դեպքում դա ձեզ պետք էր, այս դեպքում դա ձեզ պետք չէր։ Իսկ կներեք, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիանին Վրաստանը ճանաչել էր անկախ, կամ այդ դեպքում ինչ էր եղել, որ դուք որոշեցիք, որ չհետևել միջազգային օրենքներին։ Կամ ձեր ստորագրած փաստաթղթերը Ուկրաինայի հետ ինչ եղավ 97 թվականին, 94 թվականին ուրեմն ճանաչեցիք, որ Ուկրաինան պետք է լինի անկախ եւ ինքնիշխան եւ այդ տարածքով 97 թվականին արդեն ուրեմն երկկողմ ձևաչափով ստորագրեցիք համապատասխան պայմանագիր 2003 թվականին արդեն Վլադիմիր Պուտինի օրոք դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց էիք սկսել, ընդ որում թե Ռուսաստանի Դաշնության Դուման, թե ուկրաինական Ռադան, ուրեմն իրենց խորհրդարանները վավերացնում են այդ համաձայնագիրը դելիմիտացիայի, այդ ամենը դարձավ առոչինչ։ Հետևաբար ասել, որ Սերգեյ Լավրովը կարող էր ասել հակառակը, իհարկե իրենք դավաճանեցին Սիրիային։
Էլ ոնց է լինում դավաճանությունը։ Ես ասեմ ավելին, իրանցիներն են դժգոհ ռուսներից, որովհետև իրենք ապավինում են Ռուսաստանի նույնպես, բայց 12-օրյա պատերազմի ժամանակ մենք ոչ մի քայլ չտեսանք Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ ես վստահ եմ, ոչինչ էլ չի լինի Վենեսուելայի պարագայում, եթե այնտեղ բռնկումներ տեղի ունենան ամերիկյան կողմի հետ։ Մենք չունենք որևէ երկիր, որ մենք կարելի է Սերգեյ Լավրովին մեկ այլ հարց տալ։ Իսկ դու կարող եք մեկ երկրի օրինակ բերել, որը գտնվում էր պատերազմական գործողությունների մեջ ու դուք ձեր դաշնակցային պարտականությունները կատարածեցիք։ Այդպիսի օրինակ կարող եք բերել, պարոն Լավրով, բացի ինչ որ պսևդո հորինված ինչ որ պետություններ են, Աբխազիա, Հարավային Օսիա, այնտեղ Լուհանսկ, Դոնեցկ եւ այլն, որոնք դուք եք սարքել, հնարել եւ դրանց հիման վրա գնացել եք իբր թե պաշտպանելու։ Բայց երբ առիթ է լինում իշխանության նախկին ներկայացուցիչներն ասում են այդ Ռուսաստանն էր, որ համեմատաբար էժան զենքեր էր տալիս Հայաստանին, դուք որ ասում եք հարձակողական զենքեր են վաճառել, ասում են, բա ինչքան է Հայաստանին տվել իր ներքին շուկայական գներով։ Հասկանալի է, բայց այսպիսի մի բան կա։ Տեսեք, Ռուսաստանն ու Հայաստանը իր հետ ռազմական դաշինքի մեջ են, ճիշտ է։ Հայաստանը ումից է վտանգ ստանում, ակնկալում։ Թուրքիայից եւ առաջին հերթին իհարկե Ադրբեջանից։ Ահա։ Հիմա եթե Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայի դեպքում պաշտպանել իր զինվորներով եւ իր զենքով, հետեւաբար ինչպես է նա նույն այդ զինատեսակից վաճառում մեր հակառակորդին, որ հետո գնա եւ իր վաճառած զենքի դիմաց պատերազմի։ Ոչ, որովհետեւ նա ի սկզբանե չէր պատրաստվում Ադրբեջանի հետ պատերազմել ոչ Ղարաբաղի համար, ոչ Հայաստանի համար, եւ մենք դա տեսանք։ Եվ այդ նախկին իշխանավորներին, ովքեր այսօր պաշտպանում են, այդ նախկին իշխանավորները ժամանակին մեզ ասում էին, որ այդ զենքը, որ վաճառում են Ռուսաստանին, դա գիտեք ինչ որ կոդեր կան եւ այլն, դա չի Ադրբեջանի։ Այո, Ադրբեջանին։ Դա չի օգտագործվի Հայաստանի կամ Արցախի դեմ։ Դե կներեք, ում դեմ պետք է օգտագործվեր։ Ում դեմ պետք է ում վրա պետք է հարձակվեր Ադրբեջանը։ Այսօր այո, Ադրբեջանը արդեն Ռուսաստանին է դիտարկում որպես սպառնալիք եւ զինվում է նաեւ Ռուսաստանի դիմաց։ Բայց այդ ժամանակ բնականաբար հիմնական խնդիրը դա Ղարաբաղն էր։ Պարոն Բլեյան, միաժամանակ եւ Մոսկվայից եւ Թեհրանից Թրամփի ուղին պայմանական ասած դիվերսիայի է ենթարկվում։ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը ասում է, որ դա նույն Զանգեզուրի միջանցքն է, նկատի ունենալով այն վտանգները, որոնք կային Զանգեզուրի միջանցքի պարագայում, եւ Ռուսաստանն էլ ասում է՝ մի րոպե, դուք ԵԱՏՄ անդամ եք, մեր երկաթուղին, ձեր երկաթուղին մենք ենք կառավարում, մեր զորքն է կանգնած, այսինքն մեր ճանապարհներով եք անցնում, առանց մեզ ասում է ԱԳՆ-ի 4-րդ ԱՊՀ 4-րդ մի խոսքով Պաշտոնյան ասում է չեք կարող առանց մեզ գործընթացը շարունակել։ Նախընտրական սա ինչպես կմեկնաբանեք, հետո կառանձնանանք դետալների մեջ։ Իդեպ իրենք նաև ասում են, որ մենք չենք կարող Ադրբեջանի հետ մեր տարածքերը հստակեցնենք, որովհետև այդ քարտեզները պահվում են իրենց գենշտաբում։ Բայց պարզվեց, որ առանց իրանց շատ լավ կարողանում ենք Ադրբեջանի հետ դելիմիտացիա եւ դեմարկացիա գործընթացը շարունակել, եւ դա կշարունակվի։ Հիմա իրանք ուզում են համոզել, որ առանց իրենց չեն կարող եւ ընդհանրապես նույնիսկ խաղաղության կտրվածքով։ Իրանք միշտ մատնանշում են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, այն մյուս օրը չեմ հիշում երբ էր այդ երակողմ 3 անգամ որ ձևաչափով այդպիսի ինչ որ պայմանավորվածություն էին ձեռք բերել եւ իրենք ամեն անգամ ասում են, որ այդ պայմանավորվածությունները մտնում են ուժի մեջ, իդե բոլորովին վերջերս երբ իրենք արձագանքում էին Թրամփու, իրենք ասում են, որ դա նաեւ հիմնված էր այդ երակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններին, այսինքն Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան։ Իսկ իրենք ամենտեղ փորձում են իրենց ցույց տան, որ իրենք կան, բայց իրականում իրենք չկան։ Այդ սահմանապահները հայ-իրանական սահմանից գնալու են, դա միանշանակի այլ տարբերակ չկա, որովհետև հնարավոր չէ որ ռուսները այնտեղ կանգնած լինեն, Թրամփովին աշխատի։ Հնարավոր չէ որ այնտեղ ռուսներ կանգնած լինեն եւ մենք վիզաների ազատականացմամբ զբաղվենք եւ հաջողությամբ ավարտենք։ Հետեւաբար իրենք գնալու են։
Այդ երկաթգիծն էլի 27 թվականին վերջանում է պայմանագիրը եւ ես հույս ունեմ իշխանությունը չի գնա դրա երկարացմանը, տենդեր կնշանակվի, այնպիսի չափանիշներ կդնեն, որ թարապեզ ռուսական ընկերությունը չի կարողանա մասնակցել կամ մասնակցելու ժամանակ չի կարողանա մրցակցել եւ կպարտվի եւ մեր երկաթգիծը կփոխածվի մի այնպիսի կազմակերպությանը, որ իրապես 21-րդ դարին ժամանակակից, 21-րդ դարին համապատասխան երկաթգիծ կունենանք, գնացք կունենանք։ Մենք Թբիլիսի գնալուց հո տեսնում ենք ինչ գնացքով են գնում։ Եվ Թբիլիսում ենք տեսնում ինչ գնացքներ են շահագործվում։ Իրանի պահով արձագանքեմ, ես շատ լուրջ չէի վերաբերվի այաթոլլայի խորհրդականին, կարծեմ ինքն էր այդ հայտարարությունը տարածել, որովհետև մենք օրինակ շփումներ ենք ունենում նույն իրանցիների հետ եւ իրենք ասում են մենք ըմբռնումով ենք մոտենում, մենք լրիվ հասկանում մենք ունենք կարմիր գծեր, այդ կարմիր գծերը հարգված են, այդ Թրամփով մենք ունենք նաեւ մեր կարմիր գծերը Հայաստանը, այդ Թրամփով այդ կարմիր գծերը հարգված են, պաշտպանված են եւ հետեւաբար ես կարծում եմ դրանք պարզապես նյարդային ջղաձգումներ են, նմանատիպ ջղաձգումներ մենք տեսնում ենք նաեւ վրացական կողմում, որովհետեւ վրացական կողմը իրեն զգում է, որ իր կշիռն է նվազում, հա, թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար եւ արդեն իսկ խնդիրներ է ստեղծում։ Բայց ես կարծում եմ դա ժամանակավոր հարց է, Իրանը նաեւ նույնպես ուզում է փաստացի մաս կազմել, ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղ եթե մի նոր մեծ գործարք առաջարկի Դոնալդ Թրամփը, կամ թեկուզ փոքր գործարք, որտեղ Իրանը կարողանա մասնակցություն ունենալ Թրամփով, իրենք կմոռանա, որ այդտեղ ինչ-որ խնդիրներ կան եւ շատ հոժարաբար մաս կկազմեն այդ պրոյեկտին։ Տնտեսական խնդիրներ կան։ Նաև Իրանն է կորցնում իր կարևոր աշխարհագրական դիրքը Ադրբեջանի համար։ Բայց այստեղ կարևորը Հայաստանի Հանրապետության շահը։ Մենք 30 տարի շարունակ եւ ավել մտածել ենք մեր շահերը ինչպես օգտագործենք, այնպես որ հանկարծ ուրիշների շահերին չկպնի։ Ոչ, վերջացավ այդ ժամանակը։ Մենք ունենք շահը սա է։ Իրանը խնդիր ունի, Իրանը մեր համար շատ կարևոր երկիր է։ Մենք խոսենք, կբանակցենք, ամեն ինչ կանենք, որ Իրան լավ զգա, բայց ոչ ի հաշիվ մեր շահերի։ Վերջացավ այդ ժամանակը։ Նույնը Վրաստանի կտրվածքով, նույնը Թուրքիայի, նույնը Ադրբեջանի։ Մեր հարևանների հետ մենք պետք է լեզու գտնենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանվեն եւ պահպանվեն։ Եվ օգոստոսի 8-ին կնքված այդ հռչակագիրը դա մեծ պատուհան է։ Ինչպես նաեւ դեկտեմբերի 3-ին կնքված արդեն Հայաստան-Եվրամիություն ռազմավարական համագործակցությունը։ Եվ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինի խոսքերին, նա նախ ասում է, որ գործ ունենք մի երթուղու հետ, որը եռակողմ աշխատանքային խմբի կողմից համաձայնեցված հատված է, նկատի ունի քիչ առաջ ձեր հիշատակած այդ հայ-ռուս-ադրբեջանական մոսկովյան կամ Սոչիում այդ դեր կայացած այդ ֆորմատը, հետո էլ ասում է ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունը հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման կոնսենսիոն իրավունք ունի եւ ասում է Թրամփի ուղին հիմնականում անցնելու է մեր սահմանապաների պատասխանատվության գոտում։ Պետք է հաշվի առնել նաեւ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության գործոնը, ակնհայտ է, որ ուշադրություն առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող։ Այսինքն Ռուսաստանը փորձելու է ինչ-որ բան անել, ինչ կանի։ Դե երկաթգծի պահով արդեն խոսեցինք, նաև խոսեցինք սահմանապահների պահով, ԵԱՏՄ-ի պահով մենք պետք է մեկ օր շուտ հայտ ներկայացնենք Եվրոպական միությանը եւ պետք է լինի զուգահեռ երկու ուղղություն։ Մեկ ուղղությունը դա DCFTA-ի նույն ինքը Եվրոպական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի վերակենդանացումն է, վերաբանակցելն է եւ ստորագրելն է, եւ երկրորդ զուգահեռ ճանապարհը պետք է լինի ԵԱՏՄ-ից դուրս գալը, որովհետեւ ԵԱՏՄ-ն դա ոչ թե հնարավորություն է կամ հնարավորությունների զամբյուղ, ինչպես իրենք են ուզում ներկայացնեն, այլ հակառակը։ ԵԱՏՄ-ն մի հերթական հակ է, այսինքն զսպաշապիկ Հայաստանի Հանրապետության վրա։ Մեկը ռազմական, անվտանգային զսպաշապիկ էր, Փառք Աստծո ձերբազատվեցինք գրեթե ամբողջությամբ, մյուսը տնտեսական զսպաշապիկ է։ Եվ եթե դա չլիներ զսպաշապիկ, 2013 թվականին Սերժ Սարգսյանին չէին կանչի Մոսկվա եւ զենքի սպառնալիքի տակ, փոխաբերական իմաստով ստիպել, որ նա մի քանի տարի բանակցած համաձայնագրից հետ կանգնի
եւ գնա մտնի մի մաքսային միություն, որտեղ իր իսկ վարչապետը իրենցից երկրում Ռուսաստանի Դաշնության հոդված էր գրել, որ անհնար է Հայաստանը մասնակցի եւ մաս կազմի մի մաքսային միությանը, որ այդ սահման չունի։ Խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է իհարկե։ Երեք թող խոսեն իրենք ինչ պետք է անեն։ Դե հոդված գրողները այդ թեմայով քիչ չեն։ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ հոդված գրեց մի բան, որ երբեք չէր ասոցացվի իր հետ, Սամվել Կարապետյանը ֆորում կազմակերպեց միջև այս դեպքերը Մոսկվայում, բայց Հայաստանը կարծեք թե չի անում գործնական քայլ, որից կհասկանան, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նշաններ ցույց չի տալիս, այսպես ասեմ։ Այո, իշխանությունները խոսում են, որ երբ գա պահը մենք որոշում կկայացնենք, բայց զարգացումները արագ են ընթանում եւ պարզապես գալու է մի պահ, երբ իշխանությունը պարզապես այլ տարբերակել չի ունենա։ Ես չեմ զարմանա, որ օրինակ հաջորդ տարի իշխանությունը դիմի Եվրոպական միության անդամակցությանը, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ միանգամից պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, որովհետեւ հայտ ներկայացնելը դա դեռ չի նշանակում, որ դու մաս ես կազմում այդ մաքսային միությանը։ Մենք պետք է տարանջատենք այդ հասկացողությունը Եվրոպական միության մաքսային միություն, Եվրասիական տնտեսական մաքսային միություն։ Իհարկե, ծիծաղաշարժը գիտեք ինչ է, նարեկ, երբ ռուսական կողմից մենք լսում ենք, որ անհնար է երկու մաքսային միության մաս կազմելը։ Իհարկե դա անհնար է։ Նույնն է, որ նույն մարդը չի կարող միաժամանակ երկու հոգետ ամուսնացած լինի։ Հա, բայց մեկի հետ ամուսնացած լինելով չեք կարող բանակցել մյուսի հետ ամուսնանալու մասին, դա էլ ընկալելի չի լինելու։ Իրական կյանքում լինում են իհարկե դեպքեր, երբ ի վերջո պահարզան են անում եւ գնում են ամուսնանում ուրիշ, բայց իմ ասածս այն է, ինչպես է հնարավոր լինելու, որ ԵԱՏՄ լիիրավ անդամ լինելով Հայաստանը, ԵԱՏՄ-ի կազմում լինելով Եվրամիության հետ բանակցի, որ ԵՄ անդամ դառնա։ Այդ իսկ պատճառով ասում եմ, դրանք պետք է լինեն երկու զուգահեռ գործընթաց։ Ինչի՞ սպասի Ռուսաստանը կասի հավաքի վեշերդ գնա։ Okay, կգնանք, բայց ԵԱՏՄ-ի կյանք չկա։ Բայց կներեք, մինչև 2013 թվականին ԵԱՏՄ չկար, ինչ չենք ասոցացվում կամ տնտեսական եւ առևտրային հարաբերությունների հետ մտնում Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Qırğızstani հետ մտնում ենք։ Հիմա որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի, իր գինիներն ուր են գնում են եւ եվրոպական շուկաներ եւ գնում են ռուսական շուկաներ։ Ենթադրում ռուսական շուկայում ավելի թանկ է վաճառվում, քան մեր գինիները, որտեղ իրենց արտադրանքը եվրոպական ստանդարտներին համապատասխան գինի է։ Նույնը Qırğızstani կտրվածքով Վրաստան-Qırğızstan հարաբերությունները, կամ որ Ադրբեջանը թարապես մաս չի կազմում ԵԱՏՄ-ին, էլի շատ հանգիստ իրենք հարաբերվում են Ռուսաստանի հետ, մյուսների հետ եւ հասկանում եք, արհեստական ստեղծում են վտանգ, կասկած, սարսափելի ինչ որ բոբոբան, որ այ ԵԱՏՄ-ից դուրս է գալիս, վերջ տնտեսությունը փլուզվում է։ Չկա տենց բան։ ԵԱՏՄ-ն պարզապես մաքսերի խնդիր է։ Առաջ եթե անմաքս էինք դերում տանում, հիմա մաքս կլինի։ Հասկացանք, բայց դրա հետ կապված այլ հնարավորություններ են բացվում։ Հայաստանի հայկական արտադրանքներն են որակն է բարձրանում, նոր շուկաներ են առաջ գալիս։ Եվրոպական, արաբական, եւ նույնը ռուսական։ Ով ասաց, որ ռուսական շուկան չի ուզում որակյալ արտադրանք։ Ուզում է եւ պատրաստ է ավելի բարձր վճարել։ Աշխատանք է պետք անել, պարզապես տնտեսվարողների հետ, գործարարների եւ այդ աշխատանքը մասամբ սկսվել է։ Պարոն Բլեյան, Եվրամիությունը Հայաստանից օգնության խնդրանք է ստացել ընտրությունների ժամանակ աջակցել դիմակայել արտաքին միջամտություններին, ինչ է սպառնում Հայաստանի ընտրություններին, որ նման հարցի անհրաժեշտություն է առաջ եկել։ Ես կարծում եմ շատ ավելի վաղ պետք է հայկական իշխանությունները դիմեին այդ խնդրանքով, որովհետև արդեն իսկ պարզ է դեռ 6 ամիս առաջ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները բնականաբար ապստամբվելու են ռուսական հիբրիդային սպառնալիքների ներքո եւ հիմա երբ 6 ամիս հետո ընտրություններ են, դժվար է ամբողջությամբ պատրաստվել, օրինակ Մոլդովան շատ ավելի վաղ է սկսել պատրաստվել։ Օրինակ պատրաստման ձևերից մեկն այն էր, որ դեռ Բայդենի վարչակազմի օրոք
Միացյալ Նահանգները փաթեթ էր մշակել Մոլդովայի համար, ըստ որի ռուսական աֆիլիացիա ունեցող տարատեսակ լրատվականներ, տարատեսակ կազմակերպություններ եւ այլն իրենք դուրս էին բերվում թարապես իրավական դաշտից։ Եվ դա ինչու է համար արվում։ Դրա մեջ հակաժողովրդավարական բան չկա, դրա մեջ ինչ-որ հակառուսական բան չկա։ Դրա մեջ կա պրոմոլդովական, պրոժողովրդավարական գործողություն։ Եթե պրոմոլդովական եւ պրոժողովրդավարական գործունեության արդյունքում տուժում են ռուսական շահերը, դա Մոլդովայի խնդիրը չի։ Դա Ռուսաստանի շահերն է։ Դա Ռուսաստանի խնդիրն է։ Դա Ռուսաստանի խնդիրը, որ իր շահերը չեն համակնում Մոլդովայի պետության շահերի հետ, եւ նա փորձում էր իր կամքը պարտադրել Մոլդովայի վրա։ Եվ գիտեք, հիմա օրինակ ասում են 15 միլիոն եվրո են, չէ՞, մեզ տալու։ Բայց օրինակ կան գործողություններ, որի համար փող պետք չի մեզ։ Եվ այստեղ իշխանությունը քաղաքական կանգ պետք է վերջո դրսևորի, թե ոչ։ Այն գործողությունները, որ ամբողջությամբ կան լրատվականներ, որոնք առավոտվանից երեկո ապատեղեկատվություն են տարածում։ Օրինակ Սպուտնիկ Արմենիան ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում աֆիլիացված Գագիկ Ծառուկյանի հետ։ Գագիկ Ծառուկյանը, Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Դաշնակցությունը, այդ բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը ցույց են տվել տարիներ շարունակ, որ իրենք հակապետական գործունեությամբ են զբաղվել։ Եվ իշխանությունն ինքն է ասել, որ իշխանությունը եղել է բռնազավթված։ Հետևաբար, եթե մի իշխանություն ասում է, որ նախորդը եղել է բռնազավթված եւ մենք հեղափոխություն ենք արել, բայց հետո դու թույլ ես տալիս ժողովրդավարական ճանապարհով, որ այդ նախինում իշխանությունը բռնազավթածները գան նորից ժողովրդավարական ճանապարհով փորձեն իշխանություն վերցնեն, որտեղ է այդտեղ տրամաբանությունը։ Եվ դրա համար գումար պետք չի, որպեսզի օրինակ իրանք քաղաքական դաշտից դուրս բերվեն։ Եվ 2008 թվականի մարտի 1-ի գործի եվրոպական դատարկ անցա էր մեր համար, իշխանության համար նաև, որպեսզի իրենք ավելի գործունքալերի գնան եւ դուրս բերեն քաղաքական դաշտից։ 2026 թվականի խորհրդարանը չպետք է լինի միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ չպետք է լինի մի այնպիսի ընդդիմադիր ուժ, որտեղ էլի պետք է բոլորը ասեն բոբո, հիմնական մասը։ Ընդդիմություն դա բոբո չի, ընդդիմություն ալյանտրանքային իշխանություն է։ Ընդդիմությունը դա նույնիսկ իշխանության մաս է, իշխանության ընդդիմադիր հատվածն է։ Պարոն Բլեյան, ձեր թվարկած գործիչները ինչ կանեն, որ ուզում եք նրանց չտեսնել քաղաքական դաշտում։ Դե իրենք արդեն այսօր անում են։ Հիմա օրինակ մեր ձևով շարժումն ինչ է անում։ Տասնյակ միլիոններ է ծախսում, գնում այստեղ այնտեղ երկրից դուրս հարցազրույցներ են տալիս, ցեխ են շպրտում Հայաստանի հասցեին, հորինում են, պատմություն են կեղծում։ Լավ, այդտեղ ո՞րն է պրոհայկականը։ Հատուկ կուսակցություն եք հիմնել, բայց գաղափարախոսություն առաջ բերեք, որը էլի միտված կլինի Հայաստանի Հանրապետության հարատևությանը։ Պարտադիր չէ դուք էլ լինեք ամբողջությամբ, չգիտեմ, այնպիսի ուղեցում, որը օրինակ հիմա իշխանությունն է տանում։ Կամ եղեք այդ ուղեցում, բայց մարտավարական տարբերություն ցուցաբերեք, ռազմավարական տարբերություն ցուցաբերեք, բայց այն ինչ իրենք անում են Հայաստանի Հանրապետությունը կազմաքանդելու համար։ Հայաստանը ռուսական գաղութ նորից դարձնելու կամ պահելու համար։ Հնարավոր չէ, որպեսզի ռուսաստանցի միլիարդատերը գնա որևէ այլ երկիր եւ այդ երկրի շահերին համապատասխան քաղաքականություն վարի։ Եվ Բիձինաշվիլի օրինակը փայլուն օրինակ է։ Չի կարող Բիձինաշվիլին մի այնպիսի բան անել, որը հակոտնյա կլինի Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային շահերին։ Որովհետեւ փողեր ունի կորցնելու տեղ, միլիարդներ ունի կորցնելու տեղ։ Հիմա այդ Նարեկ Կարապետյան բոլորի պայքարը հիմնականում նրա համար է, որպեսզի արդարացնեն, որ հանկարծ իրանց հորը կամ իրանց հորոխորը մի խոսքով բանկրոտի չբերեն Ռուսաստանում, չդարձնեն։ Այսինքն Սամվել Կարապետյանը եւ ուժը հիմա պետք է արդարացնեն այն ինչի համար իրենք գործողվել են այստեղ։ Հակառակ դեպքում հերթով իրենց ձեռքից ամեն ինչ կխլեն։ Նման պահանջով են ուղարկել իրեն կամ ինչպես դուք եք ասում, նման պայմանավորվածությամբ է նա եկել։ Դե տեսեք, օրինակ Լևոն Հարապետյանը դուրս եկավ, չէ, իրենց քաղաքական տրամաբանության շրջանակից դուրս։ Եվ ինչ եղավ իր հետ։ Բան դուրս սպանեցին, ձեռքից ինչ կար վերցրեցին։ Հիմա Ռուբեն Վարդանյանը ինչ է լինում իր հետ։ Ամերաբանկը արդեն չկա,
Այդտեղ կամազի գործարանը ռուսական չկա, ուրիշ ակտիվներ էլի ձեռքից վերցնում են։ Պարզապես Սամվել Կարապետյանը Հիմա Սամվել Կարապետյանը, հետո գիտեք Ռուսաստանի Դաշնությունը դժվար վիճակում է տնտեսական։ Իսկ Սամվել Կարապետյանը ահագին այնտեղ ունեցվածք ունի, անշարժ գույք ունի, խանութներ ունի, ֆիրմաներ ունի, կազմակերպություններ ունի, եւ դու ընկած ես, իրենց տրամաբանությամբ մկանցին էլի են հարվածում։ Կամ պայման են դնում։ Ազգային ժողովի նվազագույն ընդդիմադիր հատվածը պետք է դու վերցնես, հակառակ դեպքում կհոշոտենք։ Ինչու իշխանությունը չի աշխատում Ռուսաստանի Դաշնությունը։ Իրենք այդ հին գողական ներողություն պոնյատներով են առաջնորդվում։ Բայց Ռուսաստանի համար մեկ չի ստեղով կլինի ընդդիմություն, գոնե եթե ձեր տրամաբանությամբ ասածով բանանենք, տրամաբանական էր, որ իշխանության համար պետք է պայքարը լինի, ոչ թե ընդդիմության ինչ-որ հատվածի։ Ես հեռու եմ, իհարկե, ես հավատում եմ, որ իրանք միգուցե հավատում են, որ հնարավոր է նաև իշխանություն ձևավորեն, հա, մի քանի տարբեր թվերով Քոչարյան, Սերժ, չգիտեմ, Հանրապետական, Ծառուկյան, հա, այդ մեր ձևով եւ այլն միգուցե կգան կվերցնեն 50%, բայց ես չեմ հավատում այս սցենարին։ Չեմ ասում դա հնարավոր չէ, բայց քիչ հավանական է։ Բայց իշխանությանը դիմադիր հատվածը վերցնելու իրենք իրապես հավատում են։ Եվ իշխանությանը եւ Ռուսաստանի համար մեկ չէ, օրինակ եթե մենք գանք վերցնենք ընդդիմադիր հատվածը, Ռուսաստանի համար դա Հեչ հաճելի իրականություն չի լինի, որովհետև այդ դեպքում այն իրողություններին, որոնց հետ չի առերեսվում իշխանությունը, մենք կստիպենք, որ իրենք առերեսվեն եւ կստիպենք գնան այնպիսի քայլերի, որոնք իրենք կաշկանդված են գնալ։ Մենք կբերենք այդ նախաձեռնությունները։ Եվրաքվեի նախաձեռնությունը պետք չէր գնալ արտախորհրդանական ուժերի եւ քաղաքասարակության կողմից վերվեր։ Եթե մենք ունենայինք պրոհայկական, պրոհայաստանյան ընդդիմություն ազգային ժողովում, իրենք կնախաձեռնեին, դիցուք եթե իշխանությունը կաշկանդված էր։ Հիմա ձեր ուզածն այն է, որ օրինակ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Սերժ Սարգսյանին, Ծառուկյանին, այն մյուսին մաքրեն դաշտից, որ ընդդիմություն դուք լինեք խորհրդարանում։ Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության 26 թվականի խորհրդարանում ուժերը ներառված չլինեն այնպիսի ուժեր, որոնց նպատակը ոչ թե Հայաստանի Հանրապետության բարեկեցությունն է, ժողովրդավարությունն եւ այս տարածաշրջանում ժողովրդախաղաղությունը, այլ Հայաստանի Հանրապետության կազմակերպումը, այլ Հայաստանը, Ռուսաստան, Բելարուս նյութական պետության կազմ մտցնելը։ Դե ժողովուրդի հետ է ձեր Հայաստան Ադրբեջանին հարձակվի Հայաստանի վրա, գրավի Սյունիքից ինչ-որ մի մաս, չգիտեմ, ստեղ վատ վիճակ լինի, իրանք ընդդիմությունից դառնան իշխանություն։ Ջանդամ թե Հայաստանի մի մասը չկա։ Պարոն Բլեյան, խոսում են դրանից։ Ձեր գործը այս դեպքում ժողովրդի հետ չէ, ոչ թե եվրոպացի պաշտոնյաների, որ իրենք փող տան, այստեղ ինչ որ գործընթաց լինի։ Չպետք է գնաք Դրա համար փող պետք չի։ Իրենք փող են տալիս, որպեսզի ռազմավարական հաղորդակցության ինստիտուտ հիմնվի, որը պետք է մշակի ուսումնասիրի, որ բոլոր նորմալ երկրներում արդեն կա, Ուկրաինայում կա, Մոլդովայում կա, եվրոպական երկրներում կա, որպեսզի ապատեղեկատվությանը ճշգրիտ կերպով ապատեղեկատվություն տարածվի, հակազդվի, որպեսզի հասարակությանը ճիշտ ինֆորմացիա մատուցվի, բայց ռուսական 3 ալիքները մուլտիպլեքսից հանելու համար փող պետք չի։ Գուցե Նիկոլ Փաշինյանը մազոխիստ է, դուր է գալիս, որ իրեն վիրավորում են։ Չգիտեմ, չեմ կարող ասել, ճիշտ եք ասում։ Ճիշտ եք ասում։ Տեսեք, իրենք ասում են դա հակաժողովրդավարական կլինի, բայց կներեք Մոլդովայում դա անում են, Ռումինիայում դա անում են, որում Ռումինիան Եվրոպական միության անդամ է, Մոլդովան Եվրոպական միության անդամ է, հա, հերթի մեջ է, շուտով կլինի, ասում են 28 թվական, 30 թվականի խոսք։ Հա, Ֆրանսիայում են անում, հիմա մտածում են մի նմանատիպ բան Գերմանիայում անեն, այդ ալդի հետ կապված, Ուկրաինայում են շուտվանից արել, Ուկրաինան չէր հասնել այդ հաջողությանը, որին նա կարողացավ հասնել, իսկ իր հաջողությունը ակնառու է, որտեղ իրենք պահեցին իրենց պետականությունը։ Տարածքային կորստի վտանգն եք համարում դուք հաջողություն։ Տեսեք, ռուսական լայնածավալ պատերազմից ի վեր 2020 թվականի արդեն ներողություն 22 թվականի պատերազմից ի վեր
Մարտական գործողությունների արդյունքում Ռուսաստանը կարողացել է 1% տարածք գրավել Ուկրաինայից։ Այնինչ իրենք հիմա ունեն, դա եղել է մինչև 2022 թվականը, այսինքն Ղրիմից սկսած եւ Արևելքում, Դոնեցկում, Լուհանսկում արդեն իրենց պրոքսիներով այդ տարածքները վերցնելով։ Մարտական գործողությունների արդյունքում ուկրաինացիները հրաշքն են գործում։ Եվ այնտեղ շատ լուրջ աշխատել են, որպեսզի եւ այնտեղ ավելի դժվար է, գիտեք, ռուսական գործակալներին տարանջատել, զատել եւ դուրս հանել, քան մեր մոտ։ Եվ այստեղ է մեր խնդիրը իշխանության էր, որ այդ առողջությամբ, այդ ուղղությամբ մենք լուրջ քայլեր դեռ չենք տեսնում։ Ես ասում եմ դեռ, որովհետեւ դեռ հույս ունեմ։ Պարոն Բլեյան, տեսեք, ժողովրդավարությունը կարևորագույն արժեք է, պետք է դա ունենալ, պահել, Եվ դա պետք է պաշտպանել։ Ինչպես օրինակ պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, հիմա ասում ենք Եվրոպան կաջակցի, վտանգ կա իշխանությունը դիմել է դրա համար, բայց միջև եվրոպացիներին հասնելը մենք ինչպես ենք մեր ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը պաշտպանում այս օրերին, երբ լսում ենք, որ վարչապետը իր ենթակայությամբ գործող ԱԱՑ-ին առաջարկում է այնպիսի խնդրանքներով, սա իրենց բառն է խնդրանք, այնպիսի խնդրանքներով դիմել հոգևորականներին, որը ընդհանրապես ժողովրդավար չէ, անկախ նրանից դա ում է վերաբերում հասարակության այս կողմը եւ այն կողմը դրական թե բացասական վերաբերմունք ունեն կաթողիկոսի նկատմամբ, բայց ԱԱՑ ծառայողին ասել գնա եւ ասա խնդրի, որ պատարագին կաթողիկոսի անունը չհնչեցնեն, դա ինչքանով է ժողովրդավար։ Այ տեսեք դուք ինչ կարևոր հարց եք բացրացնում։ Եվ ես համաձայն եմ ձեր հետ, որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ դիսկուրս պետք է լինի։ Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի կենտրոնանալ ձեր բարձրացած հարցերի վրա եւ ավելի կարևոր այլ հարցերի վրա, ռեֆորմների թերացման վրա, կրթության որակի վրա, մշակույթի զարգացման վրա, туриզմ եւ այլն, մենք պետք է այն բոլոր մնացած աղբը հանեք քաղաքական դաշտից եւ կենտրոնանանք ձեր բարձրացած հարցերի վրա։ Եվ եթե օրինակ իրենք քաջություն ունենային եւ բացահայտեին, որ Գարեգին Բ կաթողիկոսը իրականում ռուսական գործակալ է եւ ոչ թե միայն իր եղբայրը Եզրասը, մենք այս թեման շուտվանից փակած կլինեինք եւ պետք չէր լինի այդքան դանդաղ գնալ առաջ, որովհետեւ իրականում մեր իրավական համակարգը այս առումով թերացել է, որովհետեւ սպասել են, որ ցույցում լինի, որ տեսնեն, որ հոդվածով ումիշ դատ են։ Եվ եթե մենք ունենայինք կայացած իրավական համակարգ, մենք արդեն կաթողիկոս Բ-ի թեման փակել էինք, արդեն ունենք նոր ընտրություններ կամ նշանակելի ընտրություններ եւ Հայաստանի առաքելական եկեղեցին կմաքրվեր ռուսական գործակալական ցանցից։ Եվ դա միայն չի վերաբերվում հայկական եկեղեցուն, թող մարդիկ չմտածեն, մեր դիտողները չմտածեն, թե այ մեր եկեղեցուն վարկաբեկում եմ եւ այլն։ Այդ գործելավոճը եղել է Խորհրդային Միության բոլոր երկրներում։ Միտեղ մսկիթ է եղել, միտեղ եկեղեցի եղել, բոլորտեղ իրենք հասկացել են, որ դա լավագույն միջոցն է հասնելու քաղաքացուն այլ երկրներում, այլ հանրապետություններում, թեկուզ Խորհրդային Միություններում, որտեղ թույլատրված էր, որտեղ թույլատրված չէր, դա գիտեք տարբեր ժամանակներ, տարբեր ձև էին։ Եվ փլուզումից հետո Խորհրդային Միությունից իրենք շարունակել են նույն բանն օգտագործել, որպեսզի կարողանան ազդել մարդկանց բանականության վրա, իրենց գիտակցության վրա։ Բայց ԱԱՑ-ին օգտագործելը դա հակաժողովրդավար չէ այս պարագայում։ ԱԱՑ-ն չպետք է լսի, թե իրեն ինչ են ասում։ ԱԱՑ պետը եւ վարչապետը իրենք պետք է իրար քննարկումներ ունենան, ոչ թե նմանաբովանդակ կարգադրություններ ստանալ։ Եվ ես դրա համար եմ ասում, 2026 թվականից հետո մենք կարող ենք վերջապես բոլոր ուժերով, բոլոր քաղաքացիներով լծվենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Ոչ թե նորից քննարկենք, թե ով է կոռուպացված, ով է հողատու, ով ում գործակալն է, հերիք եղավ։ 7 տարի մենք դա ենք լսում։ Նամանավանդ վերջին տարիներին ավելի հաճախ ենք լսում։ Մենք կարծում ենք, որ 26 թվականը պետք է փակի այդ էջը։ Նախկինները թող մնան նախկինում եւ թող նոր ուժեր գան, եւ թող իշխանությունը իր իսկական մրցակցության մեջ մտնի այնպիսի ուժերին հետ, ում չի կարող ում բեռնախցիկում չկան այն բոլոր իրերը, որոնք կան նախկիների բեռնախցիկում։
Եվ դուք հույս ունեք, որ իշխանությունը դաշտը մաքրելու է, օրինակ, որովհետև ես երբեք չեմ ասել, որ հանուն հանրապետություն կուսակցությունից Արնոլդ Բլեյանը մեզ համար հրաշք ընդդիմություն է, բայց օրինակ լսում ենք, որ ազգային ժողովի ամբիոնից ասում են Քոչարյանը մեր համար գանձ է, գանձ ընդդիմություն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչու պետք է իր համար հարմար ընդդիմությունից հրաժարվի։ Այո, ես համաձայն եմ ձեր հետ, իրենք քանիցս ասել են, թե վարչապետն է ասել, թե ազգային ժողովի նախագահն է ասել, որ սրանք ընծային եւ իրականում այստեղ պետք է հասարակական պահանջ կա, այստեղ մենք նաեւ անելիք ունենք մեր համակարգացիների հետ շփումների ընթացքում եւ իշխանությունը իհարկե պետք է հասկանա, որ այն հանգամանքը, որ իրենք գրեթե վստահ են, որ անպայման նորից իշխանություն են ձևավորելու, բայց իրենք նաեւ պատասխանատվություն են կրում իշխանությանը դիմադիր հատվածի համար։ Որովհետև գիտեք, հերիք չէ ազատ ընտրություններ ապահովելը։ Դու նաև պետք է արդար ընտրություններ ապահովես։ Իսկ երբ ընտրական պայքարի մեջ են մտնում կեղտոտ փողերով մարդիկ, գործիչներ, դա արդար ընտրություն չէ։ Դա ազատ ընտրություն է, բայց դա արդար ընտրություն չէ։ Դժվար է մրցել, գիտեք, 100 միլիոնավոր դոլարներով ընտրապայքարի մեջ մտող գործիչների հետ, ում համար կարևոր չէ միջոցները, խտրականություն չեն դնում միջոցների մեջ, կարևորը նպատակն է։ Եվ այստեղ հարց ունենք իշխանությունների հետ։ Ուր է այդ հաշվետվողականությունը, թափանցիկությունը, որտեղից են գալիս այդ փողերը։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, հարցազրույցի համար։